Բարև, ես Վինի Մանկուսոն եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում։ Ինչպես գիտեք, հանդիպել եմ Սթիվենին եւ նրա ընտանիքին իր IPP-ի համար։ Ես հարցեր եմ տվել, նշումներ արել եւ միասին պլան ենք մշակել։ Ահա, տեսեք թե ինչպես է դա արվում։ IPP-ն փաստաթուղթ է, որն արտացոլում է շրջանային կենտրոնի եւ ձեր միջև մանրակրկիտ քննարկման արդյունքը, որը ներառում է ծառայությունները եւ դրանց ֆինանսավորման բոլոր եղանակները։ Եկեք ինձ հետ։ IPP ուղեցույցը մշակվել է 100 հազարավոր IDD ունեցող մարդկանց եւ նրանց աջակցության շրջանակին օգնելու համար, հասկանալու թե ինչ ծառայություններ են հասանելի նրանց ուզած կյանքն ապահովելու համար։ Գուցե գիտեք ինչպիսին է այդ կյանքը։ Կամ պետք է մի փոքր ուսումնասիրել պատասխանի համար։ Մեր սպասարկման համակարգողների խնդիրն է լսել ձեր նպատակները, գրի առնել դրանք եւ գտնել աջակցելու ուղիներ։ Եվ քանի որ նպատակները շատ են, դրանք խմբավորել ենք ըստ կյանքի 12 հիմնական ոլորտների։ Ահա մի քանիսը, որոնք ամենակարևորն էին Սթիվենի համար։ Առաջինը՝ բնակարան։ Սթիվենը ցանկանում էր ապրել իր հայրական տնից դուրս, լիցենզավորված բնակելի տանը Սանի Օուքսում։ Բարեբախտաբար Սանի Օուքսում տեղ կար։ Կազմակերպեցի շրջայց։ Շատ կարևոր է, որ տեղափոխվելուց առաջ ինքներդ տեսնեք միջավայրը։ Մի խոսքով ամեն ինչ լավ անցավ, եւ Սթիվենը որոշեց, որ հենց այնտեղ է ուզում ապրել։ Այո։ Ինչ տեսք ունի դա թղթի վրա։ Մենք սկսում ենք ձեր ցանկալի արդյունքից։ Սթիվենն ուզում է, որ իր պլանը գրված լինի իր տեսանկյունից։ Ես դա այսպես եմ լրացրել։ Ես ցանկանում եմ ապրել իմ տանը։ Ոմանք նախընտրում են գրել Սթիվենն ուզում է, եւ դա սխալ չէ։ Եկեք շարունակենք։ Ծառայություն եւ աջակցություն ապրելու վայր։ Աջակցումը Սանի Օուքսից։ Ամսաթիվը երբ է նա տեղափոխվել։ Ավարտի ամսաթիվը համաձայնեցրել է պլանավորման թիմը։ Քանակը 1 միավոր, անսովոր է հնչում, բայց ապրելու վայր հարցում յուրաքանչյուր միավորը 1 ամիս է, որքան հաճախ Սանի Օուքսը ֆինանսավորվում է ամսական։ Ֆինանսավորվում է, այսինքն ով է վճարում։ Որոշ աջակցություններ լրիվ վճարվում են մեկ աղբյուրից, որոշներն էլ բազմաթիվ աղբյուրներից։ Այս դեպքում ստացվում է Սթիվենի SSI-ն ու շրջանային կենտրոնն են վճարում Սանի Օուքսին։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Եթե ոչ, խնդրեք ձեր համակարգողին բացատրել։ Հաջորդը՝ աշխատանք։ Սթիվենի ցանկությունն է կարողանալ գնել բեյսբոլի տոմսեր, մարդկանց ժպիտ պարգևել եւ անշուշտ ոչ լանդշաֆտ ձևավորումը։ Մտածեցի Սթիվենը կուզեր աշխատել բեյսբոլի դաշտում։ Հոմ ռան, ճիշտ է։ Դե պարտադիր չէ։ Ես ենթադրել եմ եւ ցավոք սխալվել։ Դուրս այստեղից։ Ավելի շատ հարցեր տվեցի, իսկապես լսեցի, հետևեցի պատասխաններին եւ ուղեցի սխալներս։ Միասին Սթիվենի համար նոր վճարովի պրակտիկա գտանք, որը նա սիրում է։ Սա շատ գեղեցիկ մի կրյա է։ Վերադառնանք համաձայնագրի լրացմանը։ Ծառայություն եւ աջակցություն, վճարովի պրակտիկա։ Աջակցությունը Սանիթաուն աշխատանքի ծառայություններից։ Մեկնարկի ամսաթիվը վերապատրաստման առաջին օրը։ Ավարտի ամսաթիվը մեկնարկից 1 տարի անց։ Վճարը։ Մեր պրակտիկաները վճարովի են։ Սթիվենն ուզում էր կես դրույքով խանութում աշխատել։ Հատկացրինք շաբաթը 30 ժամ, իսկ վճարվեց շրջանային կենտրոնի կողմից։ Սա շարունակվում է մինչև ձեր ընտրած բոլոր պայմանները լրացվեն։ Իսկ դրանից հետո մենք անցնում ենք համաձայնագիր բաժնին։ Կարող եք համաձայնել բոլոր ծառայություններին, որոշ ծառայություններին կամ ոչ մի ծառայության։ Նաև կարող եք ծանուցում պահանջել, եթե պետք է վիճարկել շրջանային կենտրոնի որոշումը ձեր ծառայությունների վերաբերյալ։ Հաջորդը։ Եկեք նշենք 3 կարևոր կետեր։ Նախ կհաստատենք, որ ստացել եք շրջանային կենտրոնի հաշվետվությունը անցած տարվա ընթացքում ձեզ համար վճարված ծառայությունների եւ աջակցությունների մասին։ Երկրորդ այն տեղեկությունները, որոնք դուք եւ ձեր աջակիցները տալիս եք ընթացիկ կամ ապագա IPP թարմացումների համար։ Եվ երրորդ կնախանշենք հաջորդ IPP հանդիպումը։ Ձեր IPP-ն 3 տարի ուժի մեջ է։ Այդ ընթացքում կթարմացնենք ըստ անհրաժեշտության, առնվազն տարին 1 անգամ, կախված իրավիճակից։ Ահա եւ վերջ։ Երբ նշեք վանդակները, կծանոթացնեմ հատուկ ծրագրերի եւ ձեր իրավունքների հետ։ Առաջինը՝ ինքնաուղղորդում։ Դա հնարավորություն է կառավարելու սեփական ծառայություններն ու աջակցությունները, եւ թե ով է դրանք տրամադրում։ Սթիվենն ընտրեց ավանդական ծառայությունները, բայց եթե նա ցանկանար ինքնուրույն կառավարել եւ իր համար աշխատակազմ վարձել, կարող էր ուսումնասիրել ինքնորոշման ծրագիրը կամ մասնակցի կողմից ուղղորդվող ծառայությունները։ Եթե շրջանային կենտրոնից կամ սպասարկողից բողոքներ ունեք, ապա շրջանային կենտրոնները պարտավոր են պատասխանել։ Սա կոչվում է 47-31 բողոք։ Whistleblower-ի քաղաքականության շնորհիվ մեր աջակիցները պաշտպանված են, եթե անանուն հաղորդում տան անօրինական կամ ոչ պատշաճ գործունեության մասին։ Կալիֆոռնիան հետևում է, որ մրցունակ աշխատատեղերում բարձր առաջնահերթություն տրվի IDD ունեցող մարդկանց։ Նշանակում է իրական գումար իրական աշխատանքի դիմաց։
Եթե իրավասու եք, շրջանային կենտրոնը կօգնի գրանցվել քվեարկության համար, ինչը իմ համեստ կարծիքով անհրաժեշտ է անել։ Ով եմ, որ վիճեմ ժողովրդավարության հետ, ճիշտ չէ։ Օրվա ծառայությունների կամ աշխատանքի վայր հասնելու համար շրջանային կենտրոնը կմշակի անվտանգ տրանսպորտային պլան, եթե տեղաշարժի խնդիր չկա, եթե կա, կտրամադրենք տրանսպորտ։ Վուալա։ Սա ընդամենը IPP գործընթացի արագ ակնարկ էր։ Համոզվեք, որ ձերը մանրամասն քննարկել եք ծառայությունների համակարգողի հետ։ Այժմ ձեզ պարզապես մնում է ստորագրել։ Լավ, հարգելիներս, ժամանակն է ստորագրել։ Ամեն ինչ նայեցիք։ Դե իհարկե, ընկերս։ Հիանալի է, ստորագրիր կետագծերի վրա եղբայր։ Եվ հիշեք, ամեն անգամ, երբ ձեր IPP-ն թարմացվում է, պետք է ստորագրել։ Այսքանն էր, հեշտ եւ շատ անհրաժեշտ։ Մոտ ապագայում մենք կրկին կհանդիպենք եւ հետեւողական կլինենք համոզվելու, որ IPP-ն աշխատում է։ Հիշիր, քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա եւ կենտրոնում գտնվող այդ անձը հենց դու ես։